նախընտրական ցուցակում հայտնվելու վերաբերյալ օրինակ 1000 պատվիրակներ պետք է ընտրեն առաջին 50 համարներին քվեաթերթիկի։ Դուք որքան եք գնահատում ձեր շանսերը, որ կլինեք այդ 50-ում։ Փոքր չեն շանսերը, ընտրություն ցույց կտան։ Իսկ ինչ ներողություն արտահայտությանից համար ձեր որ արժանինքների համար օրինակ հասարակ քաղաքացին պետք է ձեզ ձայն տա, դուք ինչ եք արել այս 5 տարիների ընթացքում, որ քաղաքացու ձայնն եք բարձրացրել, որ հաջորդ գումարմանը դուք էլ պետք է լինեք ազգային ժողովում։ Այս պահի ընտրությունը ոչ թե հասարակ քաղաքացիների ընտրությունն է, այլ քաղաքացիական պայմանագրի համաժողովի պատվիրակների քվեարկությունն է, եւ երկրորդ դրանից հետո նաեւ մենք համասնական ցուցակով ներկայանալու ենք ժողովրդի քվեն ստանալու համար։ Ես երկրորդ 7-րդ եւ 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր եմ, եղել եմ հանձնաժողովի նախագահ, բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ եմ, ժողովրդի հետ մշտական շփման մեջ, համարում եմ, որ արժանիք ունեմ նորից առաջադրվելու։ Ինչ խնդիր։ Լավ, մի խնդիր, որը հասարակ քաղաքացու բարձրացրած դուք բերել եք ազգային ժողով։ Օրինակ ես հեռու չեմ գնա, ես երեք բնակիչների ընդունելություն եմ ունեցել 7 բնակիչ 7 հարցով եկել են, 7 հարցով էլ արդեն նախնական խոսացել են մարզպետներ, նախարարներ, վարչապետի աշխատակազմ, կադաստրի կոմիտե, որ մարդկանց հարցերին լուծում տանք։ Իսկ չեք կարծում, որ մի փոքր անազնիվ ընտրություն է եղել ՔՊ վարչության կողմից, նախ առաջադրվել էր 280 պատգամավորի թեկնածու, որոնցից ֆիլտրվեց դարձավ 280, հիմա 280-ից պետք է 50-50 ընտրեն 1000 պատվիրակները, մյուս դուրս մնացած անդամների նկատմամբ սա անարդար որոշում չէ։ Բացարձակապես ոչ, որովհետև դա օրենքի պահանջ է, մեր կուսակցության դիրքորոշումն է, մենք մեր ներսում էլ մեր ցուցակը ձևավորելիս հիմքում դնում ենք ընտրություն։ Իսկ ինչ պայմանով են 100 անձը չի ընտրվել, ընդգրկվել։ Որովհետև ինչ խնդիրներ են եղել, կոռուպցիան է հաշվի առնվել, հասարակության կողմից ընդունված չլինելն է հաշվի առնվել։ Նման հարցեր են հաշվի առնել, դա վարչության որոշումն է, որին ամբողջությամբ վստահում եմ, բայց մանրամասներին տեղյակ չեմ։ Իսկ 1000 պատվիրակները որքանով ամեն դեպքում պատասխանեք հարցին ձեզ ձայն կտան։ Դա կերևա մի քանի օրից։ Հույս ունեք, որ առաջին 50։ Եթե հույս չունենայի, չէին կրկվիլ, առաջին 50-ը խնդիր չի, այսօր մեր խմբակցության 103-րդ համար թեկնածուն համասնական ցուցակի պատգամավոր է։ Գիտենք, որ այսօր նաև կազմվելու է ընտրաթերթիկը ՔՊ-ի, որն էլ լինելու է 1000 պատվիրակների մոտ։ Այդ քննարկմանը դուք մասնակցելու եք, թե դա վարչությունն է միայն որոշելու։ Որ քննարկմանը։ Ընտրաթերթիկի ձևավորումը։ Արդեն թերթիկի ձևավորման որոշումներ կայացված են։ Էլի մենք նախաձեռնող նիստերի ժամանակ արդեն երկկողմիսակ քննարկում ենք, վերջնական վարչությունը պետք է հաստատի։ Իսկ ձեր ընտրությունը պայմանավորված եղել է, օրինակ, որ դուք Նիկոլ Փաշինյանի հետ ձեր ընտանիքը խավոր սանիկական հարաբերությունների մեջ եք, դա հաշվի առնվել է ձեզ։ Բացարձակապես ոչ, ես դա բազմիցս եմ նշել, դա լրացուցիչ պատասխանատվություն է իմ համար։